Էդգար Ղազարյանը։ Դες լավ չի, իջեք, դες լավ չի, իջեք բանում։ Լատության տարիք կա։ Հիմա դուք ստացել եք։ Ուղղակի հարցնում ենք, ստացել եք քաղաքացի Էդգար Ղազարյանի նամակը։ Դուք գիտեք այդ հարցի պատասխանը, ինչ եք այդ հարցը։ Պատասխանել եք, ստացել եք, բայց ինչ եք։ Բոլոր 7 բան։ Եվ ինչ եք արձագանքել։ Չեմ ասում։ Որևէ ձևով դիմումը այդ որ ձեզ ուղղվել է նամակը, որ ինչ եք Մենք հիմա ռեալիզի շոու եք կազմակերպում, թե ինչի մասին եք խոսում։ Եթե քաղաքացին ձեզ դիմել է, մենք էլ հարցնում ենք ուղղակի։ հասկանանք ինչ եք արել այդ 4 տարիից 6 տարիից քաղաքացիներ նամակներ են գրում։ Ո՞ր մեկի մասին։ Պարոն Եղոյան, որ տարիներ Մյուս քաղաքացիները ավելի անկարևոր հարցեր են բարձրացնում։ Ոչ, պարզապես դա հրապարակային է եղել, մենք էլ հարց ենք ուղղում ձեզ։ Պարոն Եղոյան, երբ որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանն Երբ որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը նման նախաձեռնությամբ էր հանդես գալիս, չունենալով խորհրդարանական մեծամասնություն, շոու էր անում։ Նիկոլ Փաշինյանը շոու չէր անում։ Բա ինչն է, ինչով է դա։ Որովհետև գործողության շոուն ինքը ոչ թե գործողության ֆիզիկական, տեխնիկական կողմն է, այլ դրա քաղաքական կոնտեքստը։ Քաղաքական կոնտեքստից կախված է գործողությունը կարելի որակել կամ շոու կամ քաղաքական գործընթաց, նույն գործընթացը տարբեր քաղաքական կոնտեքստներում կարող է մի դեպքում լինել շոու, այսպես դիտումների եւ այլի համար։ Մյուս դեպքում կարող է լինել քաղաքական գործընթաց։ Իսկ այստեղ կոնկրետ ի՞նչն է ձեզ տանում, այո, ինչից եք դուք բանանում, որ այդ Ես գաղազանը։ այդ թեմայի շուրջ նույնիսկ եմ ասում, զոտ ուղղակի զարմանում եմ ինքս ինձ վրա, բայց ուղղակի ձեր նկատմամբ եղած հարգանքից ուղղակի խոսում են այդ իմպիչմենտից, հիմա դուք մեր Չէ, ուղղակի ես դուրս, հա, ինձ շատ մտահոգում է, որ մամուլի ազատությամբ աշխարհում 34-րդ տեղը զբաղեցնող պետությունում լրատվամիջոցները, որտեղ ի դեպ այդ զեկույցի մեջ ասում է, որ մամուլի մի մեծ հատված դեռ սպասարկում է նախկին օլիգարխիկ համակարգի, դուք անկախի մեջ եք, հա, Նարեկը անկախի մեջ է։ Ինձ մտահոգում է, իսկ գիտեք ինչն է մտահոգում, որ իմ դիմաց հիմա կանգնած է 7 լրագրող եւ 7-ի մոտ նույն հարցն է։ Ինձ դա է մտահոգում։ Նորմալ իրավիճակում, սովորական ազատ լրատվամիջոցներով երկրում ամեն մեկը որովհետև ամեն մի լրագրողի մտքում մի հարց բնականորեն կարող է տարբեր հարցեր պիտի որ ծագեն հնարավոր չի որ 7 լրագրողի մտքում առավոտյան եթե իհարկե 7 լրագրողների հարցն էլ նույն կենտրոնից չի ես ոչ մի հարց չեմ բախվում թե չէ եք խոսում դա չի մտահոգում որովհետև ֆրակցիան խոսում է քաղաքական գծով այո ֆրակցիայում կա քաղաքական գիծ մենք մի ֆրակցիա ենք դուք մի լրատվամիջոց եք բոլորդ եթե դուք բոլորդ նույն լրատվամիջոցից եք ասեք իմանա Բայց դա չի նշանակում, որ մենք երկրորդ, երրորդ այլ թեմաներ չունենք, պարոն Եղոյան։ Երկրորդ հարցն էլ է ձեր մոտ գրած, երրորդն էլ է գրած, եւ դրանք նույնն են։ Եվ դրանք նույնն են։ Ես օրինակ որովհետեւ Ժորժ ջան, բանը վիճակագրորեն, նույնիսկ եմ ասում, հնարավոր չի, որ անկախ առանց հեգնանքի, առանց բարոյախոսական ճարերի մենք մշտապես նորմալ կներեք, բայց չեք ուզում հարցազրույց տակ ես բան եմ ասում սա ձեր Նիկոլ Փաշինյանի դիմաց չենք մենք որպես ընդդիմադիրներ, որոնց կարա համբալ անվանի եւ ձայն չհանեն, տալիս է լրագրողը հարց պատասխանեք, չեք ուզում մի պատասխանեք, որ այդ փոխադարձ հարգանքը լինի։ Հիմա իմպիչմենտի թեմայով մեկնաբանություն ունեք, ստացել եք ձեր հարցը ինքնին։ Չէ, բայց քաղաքական օրակարգում եղածը Այնա որ դուք այդ հարցի պատասխանը գիտեք, բայց դուք միևնույնն մենք շատ բաներ գիտենք։ Ձեր նախկին թիմակիցն էլ է ասել անվստահության գործընթաց Հովիկ Աղազարյանը եւ ասել է, որ մայիսի 20-ի տեխնացուի անուն է տալու, որը գուցե լինի նաեւ ԿՊԱ-կան եւ այն որ ասել է Հովիկ Աղազարյանը։ Ձեր թիմակիցը որը այլ մարդ է։ Բայց ձեր քան ձեր նշած անձը։ Նա այլ մարդ է, նա այլ մարդ է։ Նա այլ քաղաքական կոնտեքստ է, նա չգիտեմ, պիտի ասի ամբողջական։ Չէ, դուք եք ասում, Էդգար Ղազարյանը անլուրջ է, հիմա հարց է տալ Հովիկ Աղազարյանը լուրջ է եւ շոու չէ։ Ես ծանոթ չեմ այդ մի կոնտեքստին, պիտի ծանոթ եմ ձեզանից լսում, բայց
կոնտեքստին ծանոթանում կասեմ։ Խաղաղության պայմանագրեր կապված։ Տվեք մեկ հարց, տեսեք TV5-ը ունի տարբերվող հարց, ինչը շատ, թե նույն հարցը բոլորը ունեն։ Բայց արձանագրում եք, որ Հայաստանի 34-րդ տեղն է, հակներս կայացան։ 34-րդ տեղը համեմատ բան է կամ ասում եք հարցերը խմբագրել ես, ինչ հարց եք տալիս։ Բա հենց դա է խոսքի ազատությունը, որ Ես չեմ խմբագրում, ես ուղղակի իմ զարմանքն եմ արտահայտում առ այն, որ բոլորի մոտ նույն հարցն է ծագում։ Հնարավոր չի, որ բոլոր լրագրողների մոտ Մենք ազատ զարմացած ենք, որ դուք դեռ տարբեր եք։ դա էլ ձեր իրավունքը, բայց դա արդեն ոչ թե լրագրողի վերաբերմունք է, այլ ուղղակի տենց հայտարարություն է քաղաքացու, որը շատ հետաքրքիր է։ Իգիտություն ձեզ։ Պարոն Եղոյան, ձեզ Պարոն երբ Եղոյան, օրինակ խաղաղության պայմանագրերի ինչ հույսեր ունեք, ի վերջո ըստ օրը համաձայնեցված Չլսխանգարում է, տեսեք ձեր գործընկերը։ Ձեզ երբ է հարմար գանք հարցերը քննարկենք հարցազրույցից առաջ, հարցազրույցից առաջ գանք հարցեր քննարկենք, պայմանավորենք, որ դուք Ես հենց այդ մենք հենց նրա համար ենք մամուլի ազատությամբ 34-րդ տեղ աշխարհում, որ հարցերը նախորդ իշխանության հետ չեն քննարկում, եթե այլ տեղեր էլ չքննարկվեին հարցերը, կլինեինք ոչ թե 34-րդ տեղում, այլ 14-րդ տեղում։ Ես չգիտեմ, որովհետև ես ասում եմ զուտ վիճակագրական, ես նույնց եմ ասում, եթե նույնց եմ ասում, վիճակագրորեն հնարավոր չի, որ անկախ, իրարից անկախ 7 տարբեր լրատվամիջոց միանգամից մարդը դուրս գա դահլիճից ու նույն հարցը տան, այդպես նույնց եմ ասում, չի լինում, որտեվ ամեն լրատվամիջոց պիտի որ ունենա իր խմբագրական քաղաքականությունը։ Հիմա մենք քննարկում ենք օրինակ հակակոռուպցիոն օրինակի հետ կրակոցները, եթե հիմա այս պահին մենք սկսեցինք իմպիչմենտից, դա չի նշանակում, որ կրակոցների մասին հարցը ձեզ չի Դե նույնց եմ ասում, սովորական իրավիճակում տարբեր լրագրողներ տարբեր հարցեր են տալիս։ Եթե դուք դրանից եք խոսում, պետք է մտածենք, որ դա նույն տեղից են գրվում այդ տեքստերը։ Չէ, դրանից ոնց են խոսում, նայած ինչն է փերանգներով նույնց եմ ասում, չէ, ելքը չէ։ Բոլորը գուցե նույն հարցը տան, բայց ամեն մեկը իր նյութն անում, իր ուղղվածությունը։ Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցում են նույն թեմաների վերաբերյալ, իրարից տարբեր այսինքն քանի որ թեման, բայց դա համեմատելի չի, դուք էլի բաները հարացույցերը խառնում եք իրար, ձեր սիրած ոճով, բերում եք, չգիտեմ, լրիվ ուրիշ կոնտեքստի մեջ եք դա դնում։ Շարունակում եք գրակոծները միաժամանակ Ադրբեջանի սահմանից Կարծես բնաձախումն է եղել։ Բնն է, ասում են, որ երեք էլ ասում են, որ Ադրբեջանը սադրանք է ով էր ասում, ես չեմ Պաշտպանության նախարարը երեք են հաղորդագրություն տալիս։ Առաջ էլի Ադրբեջանը անդադ մեղադրում է հայկական գրակոծների, միաժամանակ նորից Բաքվից առաջ են քաշում էլի սահմանադրությունը փոխելու, որ դա տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այս համատեքստում, այս իրավիճակում դուք ինչ սպասելիքներ ունեք։ Ես սպասելիք ունեմ, ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը շատ ամուր նյարդեր ունի եւ չի տրվի ադրբեջանական սադրանքներին, որովհետեւ այդ կրակոցները նաեւ նպատակ են հետապնդում խաթարել հանրային անդորը մեր հասարակության մեջ եւ ես հույս ունեմ որ նաեւ դուք չեք նպաստի հանրային անդորի խաթարմանը Ինչա պետք է մենք նպաստենք։ Խոճապ տարածելով։ Օրինակ Օրինակ նրանով, որ մեր սիրելի ազատություն ռադիոկայանը գնում է եւ ասում է, «Օй, գյուղը դատարկվում է»։ Օրինակի համար։ Մենք էլ ենք խոսել, Հետո դպրոցից երեխաներին տանում են եւ նման խոճապային լուրեր, այնինչ հետո ճշտվում է եւ պարզվում է, որ գյուղը դատարկվում է։ մեկ երեխայի լրիվ իր անձնական ինչ-որ ընտանեկան պայմաններից ելնելով այլ դպրոց են։ Այդպիսի դուք վստահ եք, որ եղել է նման նյութ մեզ մոտ։ Երեխաներին հանում են մասսայաբար դպրոցից, տանում են նման։ Այն մարդը ում հետ, այո, նույնց եմ ասում, բայց եթե բնակիչները հանում են չասեն։ Այսինքն դուք ամեն ինչ բնակիչների ինչ խոսում են, տարբեր տեղերում, տարբեր բնակիչներ տարբեր բաներ են խոսում։ Նախարարությանը լսում ենք ձեզ եւ բոլոր Ասենք ազատություն ռադիոկայանի մասին էլ տարբեր բնակիչներ տարբեր բաներ կարող է ասեն, դա պետք է ես ասեմ։ Թիրախավոր եք, պարոն Եղոյան, ազատություն։ Չեմ թիրախավորում, կոնկրետ մարդիկ բան են ասել, ես ուզում հասկանամ։ Այսինքն բնակիչ ասելով դուք արժանահավատությունը դա չէ ճշտում։ Բնակիչը որ ասեց երկրը, եթե բնակիչը ասեց երկիրը տափակ է,
Ազատություն ռադիոկայանը պիտի ռեպորտաժ անի, ասի ըստ մի բնակչի երկրագունդը Այո, մի րոպե չի ճշտել ՊՆ-ից եւ ձեզնից եւ մնացած բաներից չեն հարցնում։ դպրոցը լքելու մասին եմ ասում։ Դպրոցը մասսայաբար լքելու եւ այլի նորությունը, հետո պարզվեց, որ մեկ երեխա ընտանեկան ինչ-ինչ պատճառներով չեմ մանրամասներ չգիտեմ, ուղղակի այլ դպրոց է տեղափոխվել, ոչ թե շուտ մասսայաբար դպրոցից դուրս են գալիս երեխաները։ Խորհուրդը նա է բնակչի։ Որ նախ փաստերը ճշտեք, Դա պետք է նախասահմանել։ եւ նույնիսկ փաստերը ճշտելուց Դուք բացառում եք, որ խորհուրդ եմ տալիս մարդկանց բերանը բացել իմաստալից կերպով։ Քոչարյանական իշխանություն Դուք բացառում եք, որ գյուղը կարող է եւ լքեն, դպրոցից կարող է եւ հանեն։ Դուք բացառում եք նման Չէ, բայց եթե երևույթները։ նման երևույթ Չէ, ես կա, ուրիշ պետքա դա հարց լինի, եմ տալիս։ Դուք բացառում եք, որ սահմանազատումից Ձեր հետո հարցը կոռեկտ հարց չի։ Ես հարց եմ տալիս, որտեղ Ձեր հարցը կոռեկտ չի, որներ անկորեկտ։ որովհետև ձեր հարցից դուք ունեք ձեր հարցից դուք ակնկալում եք երկու հնարավոր պատասխան։ Այո, բացառում եմ։ Ոչ չեմ բացառում։ Ոչ չեմ բացառում։ Երկու դեպքում չբացառելով հարցերը։ Ընդհանրապես, եթե ասենք դուք բացառում եք, որ վաղը աշխարհի վերջն է, ես էլի դա չեմ կարող բացառել։ Բայց դա չի նշանակում, որ ես կանխատեսում եմ, որ վաղը կլինի աշխարհի վերջ։ Այնինչ ձեր վերնագրում դա կհայտնվել, որ Եղոյանը չբացառեց, որ վաղը աշխարհի վերջն է։ Եղան, հիմա բնակիչները, որ անհանգստացած են, ասում են, սենց որ լինի, մենք դուրս կգանք յուղերից, նման բան չլուսաբանվի, չտրվի եթեր։ Ու նայած ով է ասում, այդ ասում բնակիչը ամեն մեկը թողի տեղը խոսա, Ժորժ ջան, ամեն մեկը թողի տեղը խոսա։ Ոչ, ինքը ասել է, ինքը խոսացել է յուղի տեղը։ Հպարտ քաղաքացի չի։ Պարոն Եղոյան, քաղաքացին Բայց քաղաքացի թող ինքը իր տեղը խոսի։ Ասի ես ունեմ այս պլանները, ինչա ինքը խոսում ամբողջ գյուղի Պարոն Եղոյան, ու հետո պարզվում է, որ տեղեկությունը հա դե մենք հա Եկել եք միշտ ասում ժողովուրդն ասում է, ժողովուրդն եթե ասում է։ չգիտեք, ժողովրդավարական 680,000-ի իրավունքը։ Բայց ժողովուրդը 600,000-ը չի։ ընտրողների մեծամասնությունը Ընտրությանը մասնակցած։ Հա Ժորժ ջան, երբ որ տեղի են ունենում ընտրություններ, ես տեսեք զարմա, հետո էլ ասում եք ինչ կրթվել է նորաձև է, կրթված վերջացած են բոլորը։ Ուրեմն կրթությունը ինքը թողեք Ես իմ ամբողջ խորհուրդ տալի կրթվել։ Չէ, ես հիմա կասեմ ինչ եմ ձեզ խորհուրդ տալիս, եթե չլքեք, ինչպես Ազատություն ռադիոկայանի լրագրողը լքեց։ Դա ինչ ոչ։ Ասեմ, հիմա ասեմ։ Մամուլի հետ աշխատանք է Վարշավի։ Ես հիմա թույլ կտակ ասեմ, թե բերանս պիտի փակեք։ Դուք ասում եք 600,000 թողեք ես Նիկոլ Փաշինյան լրագրողը հարգելի գործընկերն էր։ Հանրապետությունում ամենամեծ վաճառվող տպաքանակ ունեցող թերթի խմբագիրն է եղել։ Դուք Նիկոլ Փաշինյանի հետ կարող եք դրանով համեմատվել։ Դուք Նիկոլ Փաշինյանի Նիկոլ Փաշինյանի հետ կարող եք համեմատվել, օրինակ մեկ խմբագրական գրելով։ Դուք օրինակ հիմա էլ մի վարքյան դուք կարող եք գրել մեկ խմբագրական, դուք այստեղ ներկան եք որ համեմատվում եք։ Չէ, թողեք ավարտեմ նախադասությունը, մի հարցակվեք մարդու վրա։ Եվ դա օրական, մի վարքյան, եւ դա օրական 5,000 հոգու 100 դրամով վաճառել։ Եթե ձեր գրած նյութերի եթե ձեր գրած մի րոպե, եթե ձեր հատուկ գմվել, իսկ դուք դրանից եթե ձեր գրած նյութերի դիտումը լինի վճարովի, օրինակ 100 մի վարքյան ավարտեմ, 100 դրամի չեք ասում, քանի է կբացի այդ նյութը։ Օրինակ, չեք բացառում արդյոք, որ աշխարհի վերջն է, քանի հոգի 100 դրամ կտա, որ այդ նյութի պատասխանը կարդա։ Սա մեկ, երկրորդը ինչ վերաբերում է ընտրողների, հիմա այս ժամանակների օրինակներ եք վերում, պարոն Եղանովիչ, ժամանակ էլեկտրոնային մամուլը ինչ տարբերություն։ Վաճառքը մնում է վաճառք, այն ժամանակ թղթով ես վաճառում, հիմա էլեկտրոնային ես վաճառում։ Վաշինգտոն Պոստը այն ժամանակ թղթով էր վաճառում, հիմա էլեկտրոնային է վաճառում։ Հա, ձեզ հետաքրքիր չի, դուք գնացիք հարգելի TV5։ Դուք որ ասում եք Բացարձակ հետաքրքիր չի, հանկարծ չիմանաք։ Այդպես 680,000 ասելով այդպես մանեք եք։ Ինչ վերաբերում է 680,000-ին, հարգելի գործընկերներ, գոյությունի կոլեգիալ մարմիններում սիրելի ամենաազատ մամուլով H2 հեռուստաընկերություն, հա, բանն եմ ասելու ձեր դիտարկման վերաբերյալ։ Չէ, դե մարդը գնում է իրեն եմ ասում, դուք չեք գնում, ձեզ չեմ ասում։ Ես հիմա եկեք պարզենք որտեղ ավիրավորանք։ Եկեք պարզենք։ Եթե դուք Չի, դուք Հա ինչա կոռեկտ չի
Ինչի ասել է վիրավորանքը։ Լրատվամիջոցը չեն նայում, դիտում կամ չկա Նիկոլ Փաշինյանը։ Դա գոյություն ունի։ Մենք ձեզ ուղղակի քաղաքական հարցով ենք մոտեցել, հիմա մենք չենք մոտեցել։ Չէ, դե դուք քանի որ դուք ամեն ինչում դուք եք չէ թեման բացում։ Մարդու անունը դուք եք չէ տալիս։ Մարդու անունը դուք տվեցիք, ասցիք այ որ Նիկոլ Փաշինյանը սենց էր անում։ Ես էլ ասացի, բա որ համեմատվում եք, մյուս բաներով ինչի՞ չեք համատում, դա վիրավորանք։ Չամենևին։ Բայց դուք չեք թույլ տալիս, ես իմ միտքը դուք թույլ չեք տալիս, որ ես իմ նախորդ միտքը ավարտեմ։ Կոլեգիալ որոշումներ կայացնելու process-ում, ինչպես օրինակ պետական կոլեգիալ մարմիններում, ինչպես Սահմանադրական դատարանը օրինակ, ինչպես ազգային ժողովը, երբ այդ մարմնի անդամների քվեարկությանը մասնակցած կեսից, քվեարկության իրավունք ունեցողների կեսից ավելին որևէ որոշում է կայացնում, դա համարվում է այդ կոլեգիալ մարմնի որոշում։ Ընտրությունների դեպքում այդ որոշումը կայացնում է բնականաբար քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելին եւ հետո խոսակցական լեզվում ասում են ժողովուրդը որոշեց այսպես կամ ժողովուրդը որոշեց այնպես եւ ի պատասխան երբ որ մեր շատ հարգելի լրագրողներն ասում են ժողովուրդի 680,000 քաղաքացի է իրանք նախ վիրավորում են այդ 680,000 քաղաքացիներին եւ երկրորդ չեն հասկանում որ ցանկացած երկրում իշխանությունը չի ձևավորվում 100% ձայնով այդպիսի բան չկա լինում է ԱՄՆ-ում եղան Ֆրանսիայում եղան որտեղ է իշխանությունը 100% հավաքում ասենք 60% 40%-ն էլ չի հավաքում այդ չի նշանակում որ դուք պետք է ասեք գիտեք ինչ այսինչ երկրում ղեկավարությունը վայելում է ժողովրդի այս մասի աջակցությունը կամ բան սա ուղղակի գիտեք ինչ եմ ասում որ ցույց տամ հիմա կասեմ դուք կվիրավորվեք բայց վիրավորվելու բան չկա որովհետև չէ մասի կոռեկտ չի դուք վիրավորվեցիք դա մանիպուլյացիա դա վիրավորական է թե չէ դա մանիպուլյացիա այսինքն դուք բոլոր են մարդիկ ովքեր ասում են իրենք ժողովուրդ չեն իրենք 688,000 քաղաքացի են Չէ, բա ես ասեց մի րոպե, լրագրողը հարցը շատ լավ։ Հիմա ասեմ ոնց եք ասել։ Հիմա ասեմ ոնց եք ասի, հիմա ասեմ ոնց եք ասել։ Ամբողջ ժողովուրդը չի։ Չենք ասել ժողովուրդը չի։ Ուրեմն շողիկը հարցրեց, բա դուք ոնց եք խոսում ժողովրդի անունից, ես ասացի քանի որ մենք ունենք այդ քվեն։ Ինքն ասեց դուք չունեք ժողովրդի քվեն, այսինքն ինքը այդքանին չհամարեց ժողովուրդ։ Լավ, բարիք։ Հետևաբար ուրիշ հարցեն արադարձ։ Պարոն Եղոյան, դուք որ ասում եք ամեն ժողովրդի ասածը պետք չի հայ եթե։ Ես այդպես չասեցի։ Ես ասացի ամեն մի բնակչի, ես ասացի պետք չի եթեր տալ։ Ես ասացի երբ մի հոգի խոսում է բազմաթիվ մարդկանց անունից պետքա ճշտել թե այդ բազմաթիվ մարդիկ արդյոք համաձայն են իր հետ թե չէ հիմա մի հոգի կարող է ասել հիմա մի հոգին իր անունից կարող է խոսել հիմա մի հոգին որ օրինակ ասում է ամենայն հարգանքով այդ քաղաքացու նկատմամբ ասում է Նիկոլ Փաշինյանի քաչալը պաչեմ դա պետք է հերարձակել թե ոչ Ալավերցի մի հայրենակից։ Դա ասեմ, եթե նման բաներն էլ ես պիտի ասեմ, քանի որ դա իր մեջ որևէ ինֆորմացիա չի պարունակում, դա իր մեջ որևէ փաստական տվյալ չի պարունակում, դա քաղաքացու վերաբերմունքն է Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Դա ըստ նախասիրության կարող եք տալ եթեր կամ կարող եք չտալ, որտեղ այդտեղ չկա ճիշտ ու սխալ։ Վաղը ոչ մեկ չի կարող ասել դա սխալ տեղեկություն է կամ ճիշտ տեղեկություն է, բայց այն տեղեկությունը, որը փաստական է, այսինքն ասում է 5 հոգի մտավ սենյակ։ Բայց չարժին նայել 5 հոգի մտավ սենյակ, թե չմտավ սենյակ։ Մեկ հարցել պարոն Եղոյան, դուք որ ասում եք չեք կարող Նիկոլ Փաշինյանի հետ համեմատվել եւ այլն լրագրողական Ես այդպես չասեցի, ես ասացի եթե համեմատվում եք, այն լավ կողմերով էլ համեմատվեք։ Բոլոր կողմերով համեմատվեք։ Դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը այսպիսի ակցիա էր անում, այսպես էր անում, այսպիսի հարցեր էր տալիս, բայց մյուս ֆակտորն այն որ մարտի 1-ից հետո եւ 10 օր թերթեր տպել արգելված էր արտակարգության պայմաններով։ Հետո 11-րդ օրը երբ տպվեցին առաջին թերթերը, երբ կիլոմետրանոց հերթեր էին կրպակների դիմաց կիլոմետրանոց 5-10 րոպեում այդ թերթերը սպառվում էին։ Բա դա ինչի չեք ասում։ Դուք կարող հիմա էլեկտրոնային է, չէ՞, փայլակն ասում է։ Հիմա էլեկտրոնային է, դուք կարող եք էլեկտրոնային նյութ ես չեմ ուզում էլի չեմ վիրավորում, իսկապես ուղղակի ափսոսում եմ դրա համար։ Դուք կարող եք մի նյութ գրել, որը դիտելու համար 5000 հոգի 100 դրամ կվճարի։ Ոչ թե անվճար ու անհասկանալի ֆինանսավորմամբ։
ինչ որ աղբյուրներից կլինի դա, այլ ձեր բաժանորդները, որտեվ դա անվճար է, որտեվ դա անվճար է։ Իսկ եթե լինի վճարովի, ինչպես թերթ կարդալու։ Իսկ դու գիտեք, որ ձեր նշած թերթերը, ձեր նշած թերթերը, իսկ դու գիտեք, որ ձեր նշած թերթերը, ձեր նշած, այսինքն որ ասում եք աշխարհում փոխվել է, այն թերթերը ունեն բաժանորդագրություն, ազատ անկախ թերթերը ունեն բաժանորդագրություն, ասենք Ֆրանսիայում, Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ մարդիկ վճարում են այդ թերթերը կարդալու համար։ Հետևաբար մարդիկ դա համարում են արժեք իրենց համար։ Դուք եկել հիմա ինձ ասում եք չեք բացառում, որ վաղը սա կլինի կամ նա կլինի, դա կարդալու համար ոչ մեկ 100 դրամ չի վճարի։ Ես դա եմ ասում, ուզում եմ ասեմ, քանի որ այսքան ազատություն կա երկրում մամուլի գոնե լավ օգտակար ձևով վերաբերվեք էլի այդ ազատությանը, ոչ թե ուղղակի սենց չգիտեմ էլի, սենց Պարոն Եղոյան, թիթեռի կյանք ունեցող տեղեկություններ կամ սխալ տեղեկություններ։ Պարոն Եղոյան, Եկեք ավարտենք։ Սիրով։ Պարոն Եղոյան, այդ դեպքում Ինչի փայլակ ջան։ Պարոն Եղոյան, հարց եմ տալիս։ Հոգնածրեցի։ Չէ, հոգնածրեցի։ Պարոն Եղոյան, Շատ լավ։ Իմաստ չեմ տեսնում։ Դե ոչինչ, ինչա, ես էլ իմաստ չէի տեսնում խոսելու, բայց հարգանքից դրդված խոսեցի։ Լավ, Ժորժան, եթե հարց չեք տալիս, թողեք հարց։ Եկեք առանձին, եկեք նա։ Պարոն Եղոյան, ներողություն, հա։ Այ դուք անկախների մեջ եք նշված, եկեք։ Հետո էլ ասում եք սեգրեգացնում եմ։ Պարոն Եղոյան, հարց եմ տալիս, լսեք։ Բոլորին հետաքրքիր է դա։ Եթե հետաքրքիր չի, կարող են գնալ։ Ես ասեմ քո անկախ։ Պարոն Եղոյան, տեսեք, այդ դեպքում որ ասում եք, որ այսպես բան կար հիմա որակյալ մամուլին բաժանորդագրվում են էլեկտրոնային տարբերակներ։ Այդ դեպքում եւ սա առանց հեգնանքի եմ ասում, որտեւ ես աշխատել եմ հայկական ժամանակում, ինձ համար շատ հոգեհարազատ հայկական ժամանակի էլեկտրոնային տարբերակին ինչու չեն բաժանորդագրվել։ Դե որտեվ այդ մշակույթը չկա Հայաստանում, մետ եմ ասում, որտեվ բաց է։ Մենք էլ դա ենք ասում։ Չէ, բայց երբ որ այն ժամանակ, երբ բաժանորդագրման փոխարեն տպագիր թերթն է դրած կրպակում եւ դա գնելու համար դու պիտի վճարեիր, ասում այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթը վաճառվում էր ամենամեծ Ես օրինակ եմ ոչ թե իրան եմ գովում, ուզեմ ասեմ դա մի պրոդուկտ է, որի համար, որը ընթերցելու համար մարդը ամեն առավոտ իջնում 100 դրամ վճարում։ Հիմա դուք որ համեմատվում եք, ասում եք Նիկոլ Փաշինյանը սենց էր անում, դրանով համեմատվում եք։ Դուք էլ իր մոտ եք, իր խմբագրած թերթում եք, չէ, աշխատել։ Բա ասենք այդ լավ կողմը Նարեկ ջան, այդ լավ կողմը, ինչի՞ չեք ուզեցել դա էլ վերցնել, օրինակ, գերազանցել նույնիսկ իրան, ինքը 5000 դպականակով է, բայց կարող է Հիմա Նարեկն էլ ունի YouTube-յան ալիք, որը տեսա YouTube-յան ալիքից 1000 անգամ շատ ավելի այդ առումով հա, ճիշտ է, YouTube-յան ալիքը տեսա, այդ առումով Նարեկը ահագին պրոգրես ունի, բայց մոնետիզացիան կա YouTube-ի Չէ, Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել, որ 24 կկատարվի, հիմա դրան աշխատում է այդ ուղղությամբ, դե սովորական մեր ձեզ մի տարի է մնացել, հետո կարող է ժողովուրդը ձեզ չընտրի։ Դե չընտրի, թող մտածի ու մանտրում, ուղղակի այս Գյումրի ընտրություններից անդադ ասում եք նախքին ներկա, ինչ եք նախքին, հենա, դուք էլ երկուսով էլ, դուք Գյումրիից, դուք Արթիկի շրջանից, դու Ֆաշեն գյուղից, հա, ասում եք ինչա նախքին ներկանում, սիրելի մեր Շիրակի գործընկերներ եւ ոչ միայն, գիտեք ինչ ենք նախքին ներկա, արդեն ես ինքս մտածում էի, որ պետքա թարգել այդ նարատիվը, բայց Գյումրի ընտրություններից հետո պարզվեց, որ չէ, ամեն դեպքում, եթե ներկա չի, ուրեմն նախքինն է։ Ու դա մտածելու տեղ է տալիս ու ոչ միայն Գյումրիի կոնտեքստում։ Հարությունյանն է շատ մտահոգիչ գրառում արել վերջերս անդրադառնալով այս զեկույցին, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է, եւ ասում է, որ խմբագիրներ, լրագրողներ, լրատվամիջոցներ դուք ինքնակարգավորվեք, թե չէ իշխանությունը քայլեր կձեռնարկի, սա ես բառացի չեմ։ Դե ինչ որ բան կա ինքնակարգավորվելու մեջ, հա։ Նաեւ ասում եմ, եթե դուք ինքնակարգավորվեք, կառավարությունը սկսի դա անել։ Ես ծրագրերի մասին տեղյակ չեմ, բայց ամեն դեպքում դա ինչ-որ տաբույացված թեմա չի։ Հա ինչի՞ չէ, ամբողջ աշխարհում էլ կա, բայց սա չեմ ասում, որ ասեք Եղոյանն ասեց, որ նախագիծ կա, որ
կարգավոր են, ուղղակի լավ կլինի, որ այդ ազատությանը զուգահեռ, ինչպես ընդհանրապես կյանքում բոլոր ազատություններին զուգահեռ, պատասխանատվությունն էլ աճի, թե չէ ազատությունը աճում է, պատասխանատվությունը չի աճում, մի քիչ լավ չի լինում, էլի։ Խորհուրդնով էլ եզրափակի կողմած իշխանությանը անպայման։ Իհարկե, ես հիմա իմ պատասխանատվության չափը շատ ավելին է, քան այն ժամանակ, երբ ես պաշտոնյա չէի։ Այն ժամանակ ես ինձ կարող էի թույլ տալ բաներ, որոնք հիմա չեմ կարող թույլ տալ, եւ դուք էլ։ Եթե ունեք ակրեդիտացիա, մտել եք ազգային ժողովի շենք, հարցեր եք տալիս, պետք է հասկանալ, որ սա բան չի։ Այսինքն պետք է ինչ-որ մի զուգահեռ շուտ բաներ էլ պետք է լինեն, էլի պատասխանատվության, չէ՞։ Հոգնես փայլ։ Հետո վախենում եմ, որ լավ նյութ կստացվի մոտը, դիտումները շատ կլինեն, յանը քիչ կմնա։ Դրա համար էլ բան չի Արդյոք Նիկոլ Փաշինյանի պահվածքը հարված չէ Հայաստանի Հանրապետության վարկանիշին, երբ որ խորհրդարանի դահլիճում ընդդիմադիրներին անվանում է համբար։ Մենք հիշում ենք Շմայսին, հենց Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարումը, հիշում ենք Շմայսի պահվածքը։ Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցածը, այսպես սա դրվեց անդիմադիր падգամավորների կողմից, տեղի ունեցավ որոշակի վեճ, լեզվակռիվ, որի մեջ մեղր չեմ բաժանում, բայց դա ամենևին, բայց դա համաձայն եք ինձ հետ, որ դա ամենևին նորմա չի։ Ձեր նշած նախորդ պերսոնաժի դեպքում դա նորմա էր։ Այսինքն ցանկացած անհասկանալի իրավիճակում մարդը վիրավորում էր, հաճախ հարվածում էր, հաճախ հայհոյում էր, վարչապետի դեպքում որոշ չի հայհոյում։ Չէ, ասում եմ վարչապետի դեպքում նման պորտկումներ վեճի ժամանակ կարող են լինել 1000-ից 1 անգամ, նման վեճեր աշխարհի տարբեր խորհրդարաններում լինում են, մարդիկ քաղաքական գործիչները իրար հաճախ որոշակի վիրավորական բառերով կարող է դիմեն, հետո չգիտեմ, անդրադառնան կամ չանդրադառնան այդ հարցին, բայց դա բան չի, էլի, որ դուք ընդհանուր պատկեր նայեք, էլի, բայց կոնկրետ մարդկանց հասցին ասին, քաղաքացիները ինչ կապ ունեն, կոնկրետ մարդկանց է դիմում։ Կոնկրետ մարդկանցից կխնդրի ներողություն։ Դժվար թե, որովհետև դա հասկանում եք։ Իսկ այդ կոնկրետ մարդիկ իրանց ասածների համար ներողություն խնդրում եք։ Դուք լավի հետ Դե լավի հետ համեմատվում ենք, էլի, որ լավի հետ համեմատվում ենք, որ մամուլի ազատությամբ 34-րդ տեղն ենք աշխարհում, լավի հետ ենք էլի համեմատվել, որ վատի հետ համեմատվեինք, հենա 70 քանիսն էինք, կդառնայինք 130 քանիսը, դառնենք 34 ու այնուամենայնիվ մարդիկ բողոքում են, որ ես ճնշում եմ։ Ինչա թե ասեցի, որ ժողովուրդ տերմինը գործածելուց իմացեք, թե ինչ թվի մասին կարելի է խոսել։ Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ձայնի կեսից ավելիով կայացված որոշումը կոչվում է ժողովրդի որոշում։ Այդպես է ամբողջ աշխարհում։